Ողջունում եմ ձեզ, իմ ընկերներ, հարազատներ, ձեր բոլորի նոր տարին շնորհավորում եմ, 2026 թվականը թող լինի առողջության, հաջողությունների, խաղաղության եւ մնացած ինչքան լավ բան մտաբերում եք նման տարի։ Ինչքան վատ բան եղավ մնաց անցած տարում, որոշակի վատ բաների իհարկե սա կյանք է, իրականության աչքերի նայելով, պետք է քայլեն մեզ հետ եւ մենք պետք է բերենք դրանք մինիմալի։ Այնպես որ բոլորի շնորհավորում եմ ձեր ընտանիքներին, ձեր օջախներում թող մեր լույսը վառվի, ոչ մի վիշտ չտեսնենք այս տարի ոչ ոքս, այստեղ, այս ֆորմատով ուղերձ հայ ժողովրդին։ Ուրեմն հաջորդը հարցեր են հավաքվել սոդիում բայկարբոնատի հետ կապված, մարդիկ հարցնում են, թե արդյոք դա վնաս է ստամոքսին, եթե ստամոքսը հիվանդ է, ուրեմն ասեմ, որ վնաս չի, եթե զգում եք, որ ձեր օրգանիզմին դա պետք չի, կարող եք ընդամենը անել 2 կամ 3 անգամ շաբաթվա մեջ, կամ ընդամենը շաբաթը 1 անգամ, ասեմ, որ դա օգուտից բացի վնաս չի տալիս, ոչ մի բան չկա, եւ հաջորդը հարցնում եք, թե արդյոք սովորական կերակրի սոդան եւ սոդիում բայկարբոնատը դրանք նույն բաներն են։ Ասեմ, որ բաղադրությունը հիմնականում նույնն է, բայց սոդայի համից շատ մարդիկ ալերգիա ունեն, չեն սիրում դա ընդունել, իսկ սոդիում բայկարբոնատը դրա ֆիլտրված տեսակն է եւ նաեւ մեջը խառնած է լիմոնի եւ լայմի հատուկ փոշիներ, որոնք շատ օգտակար են ձեր մարմնին թթվածին կլանելու ու ջուրը ավելի պարզունակ դարձնելու իր բակտերիաներով դրա համար։ Այնպես որ հարցնում եք լավ է թե չէ, ասում եմ որ լավ է ժողովուրդ ջան։ Ու պարտադիր չի դա ամեն օր խմել, այդ ես եմ ամեն օր խմում։ Ամեն օր ասածը իմ մոտ գոյություն ունի երկուշաբթի ուրբաթ, ես խմում երկուշաբթի ուրբաթ, երբեմն նաև շաբաթ կիրակի, բայց հիմնականում աշխատում 5 օր պահել, որտեվ իմ դեղորայքը շատ բարձր դոզաներով է ու ես փորձում եմ մի քիչ զգույշ լինել ինքս իմ օրգանիզմի հետ։ Մեր մոտ Լոս Անջելեսում անձրևներ են, ովքեր տեղակ են այստեղից են գիտեն, ովքեր չէ։ Ուրեմն ես չգիտեի, որ ճառագայթված հատվածները մոտակա 5-6 ամիսների ընթացքում անձրևային եղանակին բերում է մկանային ցավերի, հոդացավերի, տրամադրության անկման եւ այլնի։ Դրա համար ավելի հաճախ չեմ շփվում ձեր հետ, մի քիչ տենց ցավային հարցեր կա, բայց հուսանք որ ամեն ինչ լավ է գնում ու ամեն ինչ լավ է ու ամեն ինչ կապում եմ այդ անձրևների հետ, որտեվ եղանակը իրոք իմ վրա շատ մեծ դեր է խաղում այս պահին, բայց անցողիկ է, եղանակն էլ մի օր անձրև կլինի, մի օր արև, բայց մեզ մոտ գիտենք, որ Կալիֆոռնիայում մենք անձրև շատ քիչ ենք տեսնում, ավելի շատ ուրախացել ենք, որ անձրև է գալիս ու մի քիչ ջուր ենք տեսնում, էլի, թե չէ հեսա 9-ից 10 ամիս մեր մոտ կլինի չոր եղանակ, արև, շոկ եւ մնացած բաներ, այսինքն մոծակները, տենց։ Հիմնականում թեմա շատ չկա խոսալու, սա է, ուղղակի ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ ու մի երկու հարցի պատասխանեի, որոնք որ կարդացել է իմ կոմենտարյաների մեջ։ Լավ եղեք, ձեզ բոլորիդ գրկում եմ, Աստված օրհնի բոլորիդ եւ ինչքան լավ բան կա իմ սրտում, ցանկանում եմ ձեզ բոլորիդ։ Լավ եղեք։